Արբիտրաժ։ Ինչ է այն։ Օտարածին անհասկանալի տերմին, մոդա, թե իրական վեճերի լուծման այլընտրանքային գործիքակազմ և մեթոդ, որն իր արդյունավետությունն ապացուցել է ամբողջ աշխարհում։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներից մեկի, արբիտրաժի կարևորության և վերջինիս դատարանների հետ համեմատելով հասկանալու ենք առավելություններն ու տարբերությունները։ Եվ այսպես, ինչ է իրենից ներկայացնում արբիտրաժը, ով է արբիտրը և ինչպես է վարույթը տեղի ունենում արբիտրաժում։ Հետաքրքիր է, որովհետև այսօր առավել շատ խոսվում է այնպիսի բառերով, այնպիսի ձևակերպումներով, որոնք հասկանալի չէ գրեթե ոչ մեկին և անգամ շատ մասնագետներին։ Իսկ այն, ինչ որ իրավաբանության մեջ հասկանալի չէ, միշտ վախեցնող է։ Եվ իմ շատ գործընկեր փաստաբաններ անգամ խուսափում են այս գործիքակազմը կիրառել, որովհետև հայտնի չէ, ինչ առավելություններ ունի այն։ Եվ այսպես, ինչ է արբիտրաժը։ Պատկերացրեք, այն մասնավոր դատարան է, որը ձևավորում եք դուք, որովհետև ի տարբերություն դատարանների, պետական, ավանդական, որոնց մենք բոլորը սովորենք, դուք եք որոշում, ով կարող է լինել ձեր դատավորը, արբիտրը։ Եվ այս շրջանակը սահմանափակ չէ։ Յուրաքանչյուր ոք իր վեճը կարող է վստահել ցանկացած անձի կամ արբիտրաժային կենտրոնի։ Ինչ է հարկավոր անել սրա համար։ Պետք է ունենալ արբիտրաժային վերապահում։ Արբիտրաժային վերապահումը առանձին մեկ միասնական փաստաթղթի կազմման միջոցով կամ ձեր պայմանագրում ներառված դրույթի միջոցով նախատեսումն է, որ տվյալ կողմերի միջև վեճի ծագման պարագայում վեճի լուծումը վստահվում է տվյալ անձին կամ տվյալ կազմակերպությանը։ Ամբողջ աշխարհը ապացուցել է, որ տնտեսական վեճերը լուծելու համար առավել արդյունավետ մեխանիզմ է արբիտրաժը։ Ինչու՞։ Որովհետև այն նաև խնայում է ձեր ժամանակը և հնարավորություն է ընձեռում արբիտր ընտրել տվյալ ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող անձին։ Պատկերացրեք մի իրավիճակ։ Մտավոր սեփականության ոլորտում վեճ է։ Վեճ, որը բավականին նեղ մասնագիտական գիտելիք է պահանջում։ Եվ դժվար է ասել, արդյոք կա մի դատավոր, ով ունի նեղ մասնագիտական գիտելիք այս հարցին համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար։ Իսկ դուք, եթե ընտրել եք ձեր վեճը լուծել արբիտրաժի միջոցով, կարող եք ընտրել որպես արբիտր տվյալ ոլորտի հանրահայտ և աշխարհի ցանկացած վայրում գտնվող անձի։ Արբիտրաժային կենտրոնները որպես կանոն ունեն իրենց կանոնները, և այստեղ սահմանվում են այն ժամկետները, նաև առավելագույն ժամկետների սահմանմամբ, ինչ ժամկետում պետք է լուծվի ձեր վեճը։ Պատկերացրեք, Հայաստանում ամենապարզ վեճերը միջինում լուծվում են 3-ից 5 տարվա մեջ։ Ես ինքս որպես փաստաբան ունեմ գործեր, որոնք դատարանում են եղել 10 և ավելի տարիներ։ Հիմա եթե ես այս գործիքի մասին առավել շուտ տեղեկանայի, բնականաբար կօգտվեի այս հնարավորությունից, որովհետև արբիտրաժը հնարավորություն է ընձեռում ձեզ նեղ մասնագետ անձանց ընտրել որպես ձեր վեճը լուծող անհատներ, խնայել ձեր ժամանակը և կանխատեսել այն բյուջեն, որի շրջանակներում հնարավոր է լուծել տվյալ վեճը։ Արբիտրաժի լեզուն ընտրում եք դուք։ Պատկերացրեք, դուք ունեք պայմանագիր, որի շրջանակներում Հայաստան պետք է ներմուծվի որոշակի սարքավորում Իսպանիայից։ Եվ ինչպես կարող ենք ապահովագրել մեզ վեճ առաջանալու դեպքում, որտեղ է լուծվելու մեր վեճը։ Կարող ենք ընտրել, որ կիրառվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սակայն վեճը լուծվելու է իսպաներենով և արբիտրաժային վեճի լուծումը վերապահվելու է X օրինակ Լոնդոնում գտնվող որևէ արբիտրաժային կենտրոնին։ Այսպիսով, եթե ամփոփենք,
պետք է ընդգծել, որ արբիտրաժային տրիբունալ ձևավորելիս դուք որոշում եք, ով լինի ձեր արբիտրը։ Նաև կարևոր է նկատել, դուք կարող եք որոշել վեճը լուծել միանձնյա արբիտրի կազմով, թե տրիբունալի, օրինակ 3-5 արբիտրի ներգրավմամբ։ Դուք եք որոշում, որ երկրի օրենսդրությունը կիրառվի, անկախ նրանից, թե վեճը որտեղ է ծագել և ինչ կարգավորումների շուրջ է այն։ Դուք եք ընտրում, որ լեզվով վարվի ձեր արբիտրաժային տրիբունալը, և սրանք այն բոլոր ճկունություններն ու առավելություններն են, որոնք հնարավորություն են տալիս ձեզ ձևավորելու ձեր համար ընդունելի և այսպես կոչված մասնագիտացած, պրոֆեսիոնալ, արդյունավետ արբիտրաժային տրիբունալը։ Եվս մի առավելություն, որն ունի արբիտրաժը, արբիտրաժային վճիռները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։ Իրականում շատ բացառիկ դեպքերում հնարավոր է վերանայել, բայց դրանք խիստ սահմանափակ են և դրանք երբևէ կիրառության մեջ ունեցել են եզակի դեպքեր, այնպես որ ժամանակի խնայման արդյունքում և արագ արդյունքի հասնելու պարագայում մեզ համար անայլընտրանք է դառնում արբիտրաժի կիրառությունը վեճերի լուծման գործընթացում։ Պատկերացրեցիք, որքան ճկուն գործիքակազմ եք դուք ստանում ձեր վեճը լուծելու համար։ Եվ ինչը շատ կարևոր է, այստեղ մի նրբություն, որն ուզում եմ ընդգծել։ Արբիտրաժային վճիռները պարտադիր կատարման են ենթակա ավելին քան աշխարհի 170 երկրներում, որովհետև գոյություն ունի Նյու Յորքի կոնվենցիա, որի համաձայն այն երկրները, որոնք միացել են այս կոնվենցիային, պարտավորվել են միջազգային արբիտրաժային վճիռները կատարել իրենց երկրներում։ Բնականաբար, յուրաքանչյուր երկիր նախատեսում է որոշակի կարգավորումներ միջազգային արբիտրաժային վճիռներն իր երկրում կատարելու համար, ինչպիսիք են վճիռների ճանաչումը և հարկադիր կատարումը։ Ներպետական մակարդակում կան որոշակի այլ նրբություններ։ Առանց ճանաչման կարելի է ներկայացնել վճիռները կատարման, ինչը անհամեմատ ավելի հեշտացնում է փոքր, մանր տնտեսական վեճերի լուծումից մինչև ահռելի մեծ միջազգային վեճերը ճկուն, արագ և մասնագիտորեն լուծելու ուղին հարթելը։ Այնպես որ պայմանագրեր կնքելիս միշտ պետք է մտածել վեճի առաջացման պարագայում ո՞րն է այն մեխանիզմն ու մեթոդը, որն առավել արդյունավետ կլինի կիրառել տվյալ խնդիրը արագ, երկուստեք հարմարավետ լուծելու համար։ Այսօր ամբողջ աշխարհը իր տնտեսական վեճերը լուծման է հանձնում արբիտրաժին, և Հայաստանը այս ոլորտում ունի ասելիք։ Հուսամ հետաքրքիր էր այն ձեզ, և հետագայում կարող ենք նաև խոսել վեճերի լուծման այլընտրանքային այլ մեթոդների մասին ևս, եթե իհարկե բաժանորդագրվեք ալիքին և տաք այդ ոլորտին վերաբերող հարցերը։